Եթերում հեռանկարն է, Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների նոր փուլի ֆոնին առավել զգայուն են տնտեսական գործընթացները։ Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում եւ ինչպիսի ազդեցություն դրանք կարող են ունենալ մեզ վրա։ Այս եւ այլ հարցեր քննարկենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հետ։ Շնորհակալություն պարոն Խաչիկյան մեր հրավերը ընդունելու համար։ Այսպիսով քաղաքական եւ դիվանագիտական գործընթացների միանգամից արձագանքում են տնտեսական ոլորտները։ Ինչպիսին էր այդ արձագանքը։ Ներկա փուլում սպասողական վիճակը բավականին այսպես անորոշ է եւ դա մեծապես կախված է ԱՄՆ-Իրան բանակցություններից։ Հայտնի է, որ այդ բանակցությունները այս փուլում առնվազն հետաձգվել են։ Հայտնի է, որ կողմերը որոշակիորեն կոշտ դիրքորոշում են սահմանում, այդ թվում նաև տնտեսական առումով կոշտ դիրքորոշում, իհարկե ցանկացած տնտեսական դիրքորոշում հանդիպում է դիվանագիտական որոշման, բայց բոլոր դեպքերում կողմերը կոշտ դիրքորոշում են որդեգրել։ Ակնհայտ է, որ Իրանը կփորձի այդ կոշտ դիրքորոշումը առաջ տանել, որտեղ կարծես թե առաջի դժվար փուլը ինչ որ առումով հաղթահարված է, սակայն ԱՄՆ-ն եւ իհարկե բնականաբար նաեւ Իսրայելը կփորձեն հնարավորինս ազատ այսպես տարածություն ստանալ Իրանի եւ հարակից տարածաշրջանում Իրանի հետ բանակցությունների ֆոնին եւ այս տեսանկյունից լարվածությունը դեռևս պահպանվում է չնայած հարաբերական կայունության ֆոնին, բայց կարծում եմ լարվածությունը կպահպանվի որոշակի առումով դեռևս դրանք տնտեսության վրա, կոնկրետ Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չունեն, որովհետև Հայաստանի տնտեսությունը ինչպես Իրանից, այնպես էլ Մերձավոր Արևելքից մեծ կախվածություն չունի, սակայն գործընթացը երկարաժամկետ հատված ընդգրկելու պարագայում բնականաբար այդ ազդեցությունը նաև մեր տնտեսության վրա ինչ որ առումով կլինի բացասական։ Մենք դեռ դրա մասին կխոսենք, ընդհանրապես համաշխարհային շուկաները ինչպես դրան արձագանքեցին եւ այդ արձագանքը կարճաժամկետ, թե ընդհանուր առմամբ նոր երկարաժամկետ փոփոխությունների մասին է խոսում։ Եթե հաշվի առնենք, որ արձագանքի համար մեկ այսպես թիրախը նավթի շուկան է, նավթի եւ գազի շուկաներն են, գիտեք, դրանք ժամերի ընթացքում փոխվում են։ Այսինքն կարճաժամկետ հատվածում դրանք փոփոխվում են, դրանք ենթարկվում են մեծ փոփոխությունների կախված կողմերի հայտարարություններից եւ ռետորաբանությունից։ Այս տեսանկյունից կարծում եմ անորոշությունը իսկապես մեծ է եւ մեծ կանխատեսումներ անել դժվար կլինի։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ նավթի շուկան դեռևս խոշոր հաշվով շատ մեծ ազդեցություն չի ունեցել ամբողջ տնտեսական համակարգի համաշխարհային տնտեսության վրա, ազդեցություն առնվազն այն մասով, որ տնտեսական ցուցանիշները փոփոխության ենթարկեն, չի ունեցել, բայց բնականաբար սպասումների վրա, բնականաբար հետագա կանխատեսումների վրա, բնականաբար ռիսկերի կառավարման վրա այդ ազդեցությունը կարծում եմ մեծ կլինի եւ անորոշության այս ֆոնին դրանք դեռևս մեծ փոփոխության կենթարկեն։ Որոնք են այդ ռիսկային ոլորտները, որոնց վրա կարծում եք, որ մեծ կլինի, եթե շարունակվի սա։ Ռիսկային ոլորտները նախ եւ առաջ կապված է հաղորդակցության ուղիների հետ։ Հորմուզի նեղուց այսօր կարելի է ասել աշխատում է մասամբ կամ չի աշխատում կամ աշխատում է ընտրանքային ձևով, եթե այսպես ձևակերպենք, եւ դա լուրջ խնդիրներ է առաջացնում։ Հայտնի է, որ Հորմուզի նեղուցի հիմնական նավթի եւ գազի սպառողները եվրոպական երկրներն են եւ Չինաստան, Հնդկաստան, այսպես ասիական կողմում եւ այս տեսանկյունից Իրանը կարծես ընտրողական մոտեցում է ցուցաբերում, բնականաբար այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ իր վերահսկողությունը Հորմուզի նեղուցի վրա բավականին մեծ է եւ ստիպված կիրառում է այդ լծակը որպես ազդեցության միջոց։ Հիմա որքան դա կշարունակվի, ճնշումներին որքան կդիմանա Իրանը, այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որ պատերազմական գործողությունների ընթացքում Իրանի տնտեսական ենթակառուցվածքները մեծ հաշվով բավականին լուրջ տուժել են եւ սա երկարաժամկետ հատվածում Իրանի վրա բացասական լուրջ ազդեցություն կունենա։ Անկախ նրանից, թե Իրանը ինչպիսի դիրքորոշում կշարունակի որդեգրել եւ որքան կպահպանի այդ դիրքորոշումը, բայց արդեն իսկ հասցված վնասը տնտեսական առումով, ենթակառուցվածքների առումով հսկայական է եւ դա միևնույնն է առաջացնելու է Իրանում որոշակի փոփոխություններ, այդ թվում նաև սոցիալական։
Եվ այս տեսանկյունից կարծում եմ լարվածությունը դեռևս կպահպանվի ամբողջ տարածաշրջանում, իսկ եթե այդ լարվածությունը վերածվի նաև պատերազմական գործողությունների, որի հավանականությունը, անկեղծ ասած, ես բարձր եմ գնահատում, թեկուզ թիրախային, ոչ մշտական, թեկուզ ժամանակ առ ժամանակ, բայց դրա հավանականությունը կա, ապա այդ դեպքում համաշխարհային տնտեսությունը շատ լուրջ վերաձևակերպումների, այսպես կառուցվածքային փոփոխությունների կարիք կունենա։ Որոշ ժամանակ առաջ մենք տեսանք, թե ինչպես Իրանի արտաքին նախկին արտգործնախարարը խոսել էր այն մասին, որ այ պետք է գնալ համաձայնության եւ Միացյալ Նահանգների հետ սկսել որոշակի փոխհարաբերություններ։ Նկատի ունենալով այն, որ Իրանը հետպատերազմյան վերականգնման լուրջ փուլ է անցնելու, որքանով է հավանական դարձնում Միացյալ Նահանգների հետ այդ տնտեսական փոխգործակցությունը եւ ինչով է փոխարինելու այս դեպքում։ Անկեղծ ասած, ես դա բավականին հավանական եմ համարում այն առումով, որ եւ Իրանը կգիտակցի, որ երկարաժամկետ հատվածում այսպես դիմանալը դժվար կլինի, եւ ԱՄՆ-ն կգիտակցի, որ պատերազմական գործողություններով ինչ որ հանգուցալուծում ստանալը երկարաժամկետ հատվածի համար, դա ամերիկյան տնտեսության եւ ամերիկյան հեղինակության վրա բավականին թանկ կարժենա։ Եվ կարծում եմ փոխգործակցություն ինչ որ առումով տեղի կունենա, հնարավոր են փոխզիջումները երկու կողմից էլ, կարծում եմ դա, բայց իրանական կողմի փոխզիջումները, գիտեք, խնդրահարույց են այն առումով, որ փակ պետություն է, բնականաբար կրոնական ազդեցությունը մեծ է եւ նաեւ տնտեսական փոխգործակցությունը, տնտեսական հնարավորությունները այդքան մեծ չեն դիմանալու առումով, հաշվի առնելով նաեւ իրենց ազգային արժույթի հետ կապված ռիսկերը, խնդիրները, որ արդեն իսկ նկատվում են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերին բավականին մեծ սոցիալական ընդվզումներ եղան եւ դա արդյունք էր 2025 թվականի հունիսյան պատերազմի նաեւ տեսեք 6 ամսյա կտրվածքով այդ ազդեցությունը ակնհայտ երևաց եւ փետրվարյան պատերազմի ազդեցությունը նույնպես երևալու է եւ կարծում եմ երկու կողմերում էլ դիրքորոշումը այնպեսին կլինի, որ փոխզիջումային մեխանիզմը շատ ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Իհարկե այստեղ Իրանը կարող է ունենալ որոշակի ներքին խնդիրներ ավելի շատ, քան ԱՄՆ-ն, բայց բոլոր դեպքերում այդ ռիսկերը հաշվի առնելով կարծում եմ կարող են գալ որոշակի փոխզիջումային տարբերակի։ Դուք խոսեցիք այն մասին, որ եթե շարունակվի այս կոնֆլիկտը երկար, նաև ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա։ Հիմա այս պարագայում, երբ դեռ այսպիսին է իրավիճակը, Հարավային Կովկասը ռիսկի գոտի է համարվում, թե շրջանցման տնտեսական ուղի, այսպես ասեմ, եւ ըստ այդմ մեզ վրա Բառացիորեն 2 օր առաջ հրապարակվեց Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը, որը բավականին լուրջ հեղինակավոր կառույց է եւ ըստ այդ զեկույցի Հայաստանը եւ Վրաստանը դիտարկվել են որպես զբոսաշրջության տեսանկյունից եւ կապիտալի ներհոսքի տեսանկյունից առավել մեծ հնարավորություններով երկիր այս պատերազմական ֆոնին։ Ինչու՞, որովհետեւ նախ արաբական երկրները եւ նաեւ Իրանը ինչ որ առումով ապահովում են համաշխարհային զբոսաշրջության բավականին մեծ քանակ եւ այդ քանակը այլևս այլընտրանք է փնտրում թեկուզ եւ մոտիկ տարածաշրջանում եւ Հարավային Կովկաս այդ առումով կարծում եմ շատ լավ այլընտրանք է։ Մյուս կողմից հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն 4-5 տարի երկարաժամկետ հատվածում եւ հատկապես Հայաստանի հետպատերազմյան ժամանակահատվածում, նկատի ունեմ 20 թվականի պատերազմից հետո հաջողվել է ստանալ կայուն տնտեսության կարգավիճակ Հայաստանի համար նաև միջազգային կառույցների շրջանակում, միջազգային կառույցների կողմից տրված գնահատականների տեսանկյունից եւ արաբական երկրների բիզնեսի ինչ որ մաս, որոնք որ խոշոր հաշվով այդ երկրներինը չէին, բայց տեղաբաշխված էին այդ երկրներում, արևմտյան կամ ասիական որոշ խոշոր բիզնեսներ ցանկություն ունեն դիվերսիֆիկացնելու, նվազեցնելու իրենց ռիսկերը եւ որպես այդ դիվերսիֆիկացիայի ուղղություն դիտարկում է նաեւ Հայաստանը ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի։ Այսինքն կապիտալի մի մասը կտեղափոխվի այստեղ։ Որքանով ենք մենք պատրաստ դրան, դա դեռևս այլ հարց է, որովհետեւ Հայաստանում չկան խոշոր կապիտալատար տնտեսական ենթակառուցվածքներ, խոշոր միջազգային նախագծեր, որոնք կարող են կլանել մեծ կապիտալ, բայց կարծում եմ այդ ուղղությամբ կառավարությունը պետք է իրականացնի որոշակի քայլեր եւ հատուկ ուշադրության կենտրոնում պահեն խոշոր միջազգային նախագծերը, կապիտալատար նախագծերը, դրանք արդեն նախադեպ մենք ունենք, օրինակ ԱՄՆ-ի հետ կնքված
արհեստական բանականության եւ նաեւ չիպերի արտադրության հետ կապված այդ խոշոր նախագծերը բավականին կապիտալատար են եւ այս ուղղության վրա շեշտադրում կատարելով կարծում եմ որոշակի բիզնեսներ, որոշակի կապիտալի շրջանակ կտեղափոխվի Հայաստան։ Հիմա դուք խոսեցիք այն մասին, որ ճգնաժամը ոչ միայն ռիսկեր, այլև հնարավորություններ է ստեղծում։ Հիմա ռիսկերի մասին խոսենք, մասնավորապես այն նախագծի մասին, որ այսքան երկար ժամանակ խոսվում է TRIP-ի մասին։ Ի վերջո, ինչ ռիսկեր եւ ինչ հնարավորություններ։ TRIP-ի հետ կապված ամենամեծ ռիսկը թերևս ոչ թե իրանական կողմի կամ այլ կողմերի դժգոհություններն են։ Այս պահին ես տեսնում եմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ոչ այդքան կառուցողական մոտեցումը ճանապարհների բացման առումով։ Իհարկե, սպասողական վիճակ կա կապված հունիսյան ընտրությունների հետ Հայաստանի, բնականաբար քաղաքական այդ գործընթացները պետք է ազդեն տնտեսական գործընթացների վրա, նրանց որոշումների կայացման վրա։ Բայց այս առումով կարծում եմ շատ ավելի շահեկան դիրքում կգտնվենք, եթե առանց սպասելու ճանապարհների բացման մենք ինքներս ներքին մեր տնտեսական հարաբերությունների համակարգերի շրջանակում այնպիսի փոփոխություններ իրականացնենք, որ արդեն սկսենք այդ գործընթացները։ Որոնք են այդ փոփոխությունները։ Այդ փոփոխությունները ի նկատի ունեմ TRIP-ի շինարարությունը Հայաստանի տարածքում, անկախ նրանից դեռևս Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ մենք ունենք բաց սահման կամ կնքված համաձայնագրեր թե ոչ, մենք պետք է դա սկսենք, որտեղ դրանք խոշոր կապիտալատար ենթակառուցվածքներ են, երբ որ պատրաստ կլինեն այդ ենթակառուցվածքները կամ արդեն կունենանք պատրաստվածության ինչ-որ աստիճան, կամ երբ որ պատրաստ կլինի արհեստական բանականության գործարանի կամ չիպերի արտադրության այս տվյալների կենտրոնի ստեղծման հետ կապված աշխատանքները, արդեն երբ որ դրանք դրվեն առարկայական հիմքերի վրա, ես կարծում եմ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, այնպես էլ այլ երկրներ, որոնք որոշակի ազդեցություն ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ինչ-որ տնտեսական հարաբերությունների առումով եւ այլը, նրանք կսկսեն մտածել այդ մասին, որովհետև հնարավորություն կկորցնեն Հայաստանի հետ չստորագրելով այդպիսի պայմանագրեր։ Եւ կարծում եմ, երբ որ իսկապես սկսվի այստեղ այդ խոշորամասշտաբ ակնհայտ նախագծերը, այդ առումով մենք իհարկե այստեղ որոշակի նաև ներդրումների կարիք կունենանք եւ պարտադիր չէ այդ ներդրումները ակնկալենք միայն ԱՄՆ-ից, իհարկե հայ-ամերիկյան այդ համատեղ ձեռնարկության ստեղծումը եւ դրա կառուցվածքը, դրա կառավարման գործընթացները, դրա հանրայնացումը բավականին էական են այս փուլում, բայց ամեն դեպքում մենք պետք է ակնկալենք նաև ներդրումների այլ աղբյուր, փոխկապակցված այս ենթակառուցվածքների հետ։ Իհարկե ուղղակի ներդրումներ ամերիկյան կամ հայկական դա հասկանալի է, որ տվյալ կառույցների, տվյալ ենթակառուցվածքների վրա կարող է լինել միայն հայ-ամերիկյան համաձայնությամբ, սակայն միայն հայկական նախաձեռնողականության շրջանակում այդ ընկերությունների հետ, նույն TRIP-ի հետ, նույն տվյալների կենտրոնի հետ փոխկապակցված բազմաթիվ ենթակառուցվածքների շրջանակում մենք կարող ենք ակտիվ ներդրումային քաղաքականություն սկսել։ Հիմա Ադրբեջանի շահագրգռվածությունը, ինչպես տեսնում եք, ինչպես ասացիք, այդքան էլ դուք չեք տեսնում, մյուս կողմից տեսնում ենք հայ-ադրբեջանական, օրինակ, վառելիքի արտահանումներ եւ ներմուծումներ դեպի Հայաստան։ Սա ինչ հարց է լուծում, արդյոք սա իմիտացիա է։ Թե ընդհանուր գործընթացի մաս կարելի է համարել։ Չեմ կարծում, որ իմիտացիա է, բայց զգուշավոր մոտեցում է։ Չեն ուզում հարաբերությունները խզված մնա, որովհետև նախ վիճակն է անորոշ, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ գլոբալ առումով միջազգային հարաբերությունների շրջանակում եւ գործընթացը պահում են բանակցային կամ փոխգործակցային մակարդակում ակնհայտ է, որ սպասումներ ունեն որոշակի առումով, ինչպես նշեցի, ընտրությունների հետ կապված, այնպես էլ սպասումներ ունեն իրանա-ամերիկյան փոխգործակցության շրջանակում։ Եվ այս երկու գործոնների անորոշությունը դեռևս Ադրբեջանին պահում է զսպվածության մեջ բոլոր առումներով եւ պահպանելով տնտեսական հարաբերությունները, մյուս կողմից մեղմելով հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ, առայժմ այս քաղաքականությունն է տանում Ադրբեջանը, որովհետեւ դեռևս անորոշությունը մեծ է եւ կարծում եմ ամերիկա-իրանական, ինչպես նաեւ Հայաստանի ընտրություններում որոշակիություն մտնելուց հետո հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները նույնպես ավելի
ավելի որոշակիություն կունենան, ավելի մեծ չափ։ Այս նախագծերի հարցում հետաքրքրություն կարող են ունենալ ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, այլև շատ այլ երկրներ, ինչպես շատ անգամ նշվել է։ Բայց նկատի ունենալով աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը, որքանով եք հավանական համարում, որ այս նախագիծը իսկապես կարող է դառնալ այն մեծ մեգա նախագծի հատված, որի մասին խոսում ենք միջին միջանցքի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպա-Ասիա հաղորդակցությունը իսկապես բավականին բազմաֆունկցիոնալ եւ բավականին մեծ ոլորտներ ընդգրկող համակարգ է եւ այդ համակարգում հաղորդակցությունը տեղի է ունենում 3 հիմնական ուղղություններով՝ հյուսիսային, միջին, այսպես հարավային Կովկասով եւ հարավային։ Հյուսիսայինը ակնհայտ է Ռուսաստանի տարածքով Ուկրաինա, Բելարուս եւ այլ այդ տարածքները խոշոր հաշվով փակ են եւ այդ տարածքով հաղորդակցություն չկա կամ կա շատ թույլ կերպով։ Հարավային տարածքով նույնպես հաղորդակցությունը մենք տեսնում ենք ինչպիսին է եւ Եվրոպա-Ասիա հաղորդակցության շրջանակում միակ այսպես կայուն առայժմ կայուն միջավայրը դա հարավկովկասյան միջավայրն է, շրջանակն է եւ կարծում եմ պետությունները կկենտրոնանան դրա վրա, դա շատերին կարող է այլընտրանքային հնարավորություն տալ։ Մենք խոսում ենք, որ փորձագիտական հանրույթում կա կարծիք, որ Իրանը դա կարող է չհանդուրժել, Ռուսաստանը կարող է դա չհանդուրժել, Թուրքիան էլ այլընտրանքային ճանապարհ է ստեղծում։ Միանշանակ, բայց կա նաեւ կարծիք, որ անհրաժեշտ դիվանագիտական, անհրաժեշտ քաղաքական ջանքերի գործադրման պարագայում կարելի է ցույց տալ, որ այս նախագիծը կարող է նպաստավոր լինել կամ առնվազն, եթե չասենք նպաստավոր, այլընտրանքային լինել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Եվ այս դեպքում միգուցե փոփոխություններ տեղի ունենան նաև քաղաքականության մեջ։ Գիտեք, վերջին 5-10 տարիների կտրվածքով այնպիսի խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես տարբեր երկրների դաշնակցային հարաբերություններում, դաշինքների հարաբերություններում, տարբեր երկրների միջև թշնամական կամ բարեկամական հարաբերությունների փոփոխության մեջ, որ ակնհայտ է, որ փոփոխությունների փուլում ենք։ Եվ փոփոխությունների այսպիսի փուլում ինչպես կարող են կառավարել տարածաշրջանային հարևան, մոտիկ կամ ոչ այնքան մոտիկ երկրների հետ մեր հարաբերությունները, դա իսկապես պահանջում է լուրջ ներուժ եւ դիվանագիտական ներուժ եւ նաեւ մասնագիտական ներուժ։ Ես կարծում եմ այս ուղղության վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել, բայց ամեն դեպքում թրիփը մնում է որպես մեգա նախագիծ, դա պարտադիր չէ 1-2 տարվա ընթացքում դա երևա, բայց դրա շուրջ կառուցվող քաղաքականությունն է շատ ավելի կարեւոր։ Ինչպիսի քաղաքականություն կարող ենք կառուցել դրա շուրջ, տնտեսական քաղաքականություն, հաղորդակցության այլ ուղիներ, օրինակ թեկուզ մեր ներքին հյուսիս-հարավ ճանապարհային հանգույցը բավականին լուրջ խնդիր է, որ արդեն տարիներ շարունակ չի ստացվում դա ավարտին հասցնել։ Իհարկե հսկայական աշխատանք կատարվել է, բայց դեռևս մեր ներքին խնդիրները նույնպես այս առումով կան։ Շնորհակալություն, պարոն Խաչիկյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Սոս Խաչիկյանն էր։